Ես խոսացի, մեկ է մտա Facebook, տեսա այդ գովազդը։ Լսում է ինձ Facebook-ը։ Իսկ ինչքանով է նման տեխնոլոգիայի օգտագործումը էթիկական տեսանկյունից ճիշտ։ Երբ արհեստական բանականությունն է ստեղծում ֆոտո կամ վիդեո, ինքը շատ իդեալական է ստեղծում։ Մարդիկ, ովքեր ունեն շատ գեղեցիկ մազեր, օրինակ, ու ինչ-որ շամպուն են գովազդում, այնպես չի, որ այդ շամպունի հետևանքով են իրենց մազերը լավը։ Բայց մեր մտածելակերպում դեռ դա աշխատում էր, որ այս մարդը երևի օգտվում է սրանից, վիրտուալ պերսոնան, որի հետև հանգնած էր կազմակերպություն, տարեկան $100 միլիոն գումար էր աշխատում։ Հիմա ընդհանրապես մի հոգին արհեստական բանականության միջոցով կարողանում է շատ արագ գովազդ անել։ Գովազդային կոնտենտի ստեղծումը դառնում է ավելի արագ, ավելի էժան, անգամներ, 10 անգամ արագ, ժամերի դիմաց, որը ձեզ պետք էր առաջ ման գալ գտնել տարբեր կայքերում, շատ հստակ արագ ձեզ այդ ինֆորմացիան տալիս է։ Google-ի ամենամեծ մրցակից աշխարհում ինֆորմացիա ման գալու տեսակետից դա TikTok-ն է։ Միջին բոլոր աշխարհի բնակիչների վրա մարդիկ անցկացնում են օրական մի ժամ TikTok-ում։ Փողի կռիվ այնտեղ գնում, որտեղ հասկանում են, թե ինչքան մեծ պոտենցիալ ունի TikTok-ը մոտակայում դառնալու $1 տրիլիոն կազմակերպություն, ոչ թե պատմեք ձեր product-ի մասին, այլ թե ինչպես օգտատերը կզգա ձեր product-ը օգտագործելու։ Արհեստական բանականության տեխնոլոգիաները ինչպես են փոխում այսօրվա եւ վաղվա գովազդը, որ սոցիալական հարթակներում է ավելի ճիշտ գովազդել ձեր ապրանքները եւ ինչպես է ճիշտ մոտենալ այս հարցին։ Այս ամենի մասին զրուցելու ենք Ռեմ Դարփինյանի հետ եւ հիշեցնեմ, որ գիտությանը եւ տեխնոլոգիաներին նվիրված մեր հարցազրույցների շարքի գործընկերն է Թիմ Տելեկոմ Արմենիան։ Արհեստական բանականությունը եւ նեյրոցանցերը բավական մեծ թվով ոլորտների վրա շատ լուրջ ազդեցություն են ունենում վերջին տարիներին։ Ինձ հետաքրքիր է, թե ոնց են դրանք ազդում թվային մարքեթինգի ոլորտի վրա։ Մինչև անցնել թվային մարքեթինգին, ինձ թվում է արժի մի հատ հիշել, թե մարքեթինգը ինչ էտապներով անցել եւ ոնց ենք մենք հասել թվային մարքեթինգին, որովհետեւ մարքեթինգային մասին առաջի խոսակցությունները եղել են դեռ մեր թվարկությունից առաջ, երբ որ օրինակի համար գլադիատորները տարբեր տեսակի գովազդներ էին անում։ Այսինքն շատերը չեն պատկերացնում, որ մարքեթինգը ինքը բավականին հին ինդուստրիա է, բայց հին ժամանակները, երբ որ գլադիատորները բավականին պոպուլյար էին, կինոն գլադիատորը բոլորս տեսել ենք, բիզնեսները, որոնք գին էին արտադրում կամ ձիթապտղի ձետ, գալիս էին գլադիատորին, ասում էին, թե ասես, որ այսօր ես հաղթեցի, որովհետև ես գինին եմ խմել առավոտյան, մենք ես ինչ-որ տենց գումար հավելյալ կտամ կամ ինչ-որ լավ ուտելիք կտանք։ Այսինքն մարքեթինգը միշտ եղել է մեր կյանքի կտորը, բայց որպես այդպեսին ոչ մեկ չի պատկերացրի ինչա մարքեթինգը։ Մինչև տարիներ առաջ հայտնվել են առաջին թերթերը, թերթերում գովազդները, եւ արդեն ստացվել է, որովհետեւ տարիներ առաջ բիզնեսները պետքություն չունեին մարքեթինգ անելու։ Այսինքն, երբ որ կար փոքր քաղաք, քաղաքում բոլորը գիտեին, որ ով ամենալավ հացը սարքում, որտեղից գնեն կաթը եւ մնացած ուրիշ խնդիրներ։ Հետո կոնկուրենցիա հայտնվեց։ Այն հետո հայտնվեց մրցակցությունը եւ պահանջարկ առաջացավ, որ գովազդել, որ մերն ավելի լավն է։ Եվ գնալով մարքեթինգը անցավ թերթեր, ռադիո, հեռուստացույցով են գովազդներ սկսեցին ցույց տալ, հետո բիլբորդները, բոլոր տեղեր ասեն գովազդներ, շենքերի վրա դուրսը։ Երբ որ ինտերնետը արդեն դառավ մեր առօրյա կյանքի մի կտորը, դա անցավ թվային աշխարհ։ Ինչն էր դրա առավելությունը, որ թվային աշխարհում դու հստակ հասկանում ես ով է տեսել գովազդը եւ ով չի տեսել։ Օրինակի համար նույն թերթի կամ բիլբորդի դեպքում դուք չեք հասկանում քանի հոգի մարդ է տեսել այդ գովազդը եւ քանի հոգի չի տեսել։ Իսկ ինտերնետում հստակ երևում է, թե ով տեսավ, մոտարապես պատկերացում ունեն, թե ինչ տարիքային գրոպայի են, ինչքան ժամանակ նայեցին գովազդը, կլիկ արեցին գովազդի վրա, թե ոչ։ Ինչա փոխվում հիմիկվա դրությամբ գովազդը եւ արհեստական բանականությունը, ավելի խորը թույլ է տալի հասկանալ ինչ գովազդ է ձեր դուրը գալիս եւ ինչ գովազդ ձեր դուրը չի գալիս։ Առաջիններից մեկը, ով օգտագործեց այդպիսի տեխնոլոգիաներ, դա Facebook-ն էր, որոնք տարիներ առաջ հասկացան, որ առանց արհեստական բանականության անհնար է մեծ գումարներ աշխատել։ Որտեվ երբ որ դուք տեսնում եք 1, 2, 3, 4 գովազդ, որ ձեր հետ կապ չունի, իսկ գովազդատուները գնալով շատանում էին,
դուք հիասթափվում եք պլատֆորմայից, ոչ թե գովազդից միայն։ Ինչ արեցին իրենք ստեղծեցին ալգորիթմներ, որոնք թույլ էին տալի արհեստական բանականության միջոցով հասկանալ ինչն է ձեր հետաքրքրությունը, ձեր ընկերների լայքերից, post-երից, թե ինչ տիպի կոնտենտին դուք լայք դրեցիք, սրտիկ դրեցիք, թե ջղային բան դրեցիք, դրանցով իրենք հասկանում էին հետևում, ձեր ոնց որ բանի հետևում, թե ոնց աշխատի գովազդը, որ ձեր դուրը գա։ Եվ ժամանակի ընթացքում սովորելով ձեր հենց վրա, սկսում է արդեն ձեզ ցույց տալ այնպիսի գովազդ, որը ձեր դուրը մեծ հավանականությամբ կգա, որի վրա դուք կլիկ կանեք եւ կգնեք այդ ապրանքը։ Եվ դա ձեռնտու է բոլոր կողմերին իրականում, թե պլատֆորմին, որը արանքում գումար է աշխատում, թե գովազդատուին, որը ավելի էֆեկտիվ է իր գովազդը ցույց տալի եւ թե նույնիսկ սպառողին։ Այո, հենց դա ամենակարևոր կոմպոնենտն է, որ բոլոր կողմերը ստանում են իրենց պոզիտիվ տենց ռեակցիաներ, այսինքն բիզնեսը ստանում է այն օգտատիրոջը, որ հետաքրքրված է իր պրոդուկտով, դուք ստանում եք նոր ինչ-որ առաջարկ, որը մինչև այդ չէիք տեսել, իսկ Facebook-ը արանքում օրինակի համար աշխատում է իր գումարը։ Եվ այդտեղ գալիս է մի հատ կարևոր կոմպոնենտ, որ ոչ թե միայն ուղիղ կապով փորձում էր օրինակի համար Facebook-ը հասկանալ, թե ձեզ ինչ գովազդ կհետաքրքրի, այլ շատ ժամանակ մարդկանց սեգմենտավորում էին տարբեր կտորների։ Այսինքն շատերը այտենց խոսում են, ասում են, ես խոսացի, մեկ է մտա Facebook, տեսա այդ գովազդը, լսում է ինձ Facebook-ը, բայց իրականությունում չեն լսում, չեն նայում, որովհետև դա 100 անգամ ստուգված է, դա Ամերիկայում այտենց բաների համար շատ մեծ դատական պրոցեսներ կլիներ, ինչ է այդտեղ տեղի ունենում, Facebook-ը սեգմենտավորում է ձեզ նմանատիպ մարդկանց համար։ Օրինակի համար դուք սիրում եք կանաչ թեյ, դուք սիրում եք խորոված ու դուք գնել եք ինչ-որ նոր հեծանիվ։ Եվ տեսնելով այն մարդկանց, որոնք սիրում են կանաչ թեյ ու սիրում են խորոված, սկսում է առաջարկել իրենց գնել հեծանիվ, որովհետև նմանատիպ մարդիկ իրենց պահելաձևը նմանատիպ է եղել։ Այսինքն ձեզ սեգմենտավորում են եւ կարող է հիմա Հայաստանում ընդհանուր ինչ-որ նորություններ ա գնում դրա հետ կապված, բոլոր առողջ սպորտաձևով են ուզում զբաղվեն եւ առաջարկները շատացել են։ Եվ ձեզ պրոստը առաջարկում եմ այն ժամանակ, երբ որ դուք դրա մասին մտածեցիք, որովհետև նորություններում կարդացել եք դրա մասին։ Ձեզ թվում է, որ ձեզ լսեցին, դուք ձեր ընկերոջը ասեցիք, ընտանիքի անդամներին, բայց իրականությունում դա ընդհանրապես արհեստական բանականության այն տեխնոլոգիաներից մեկն է, որը աշխատում է հետևում վարակուրների հետևում։ Իսկ ինչքանով է նման տեխնոլոգիայի օգտագործումը էթիկական տեսանկյունից ճիշտ։ Ցանկացած տեխնոլոգիայի նման ոնց որ կարելի ասել, որ միշտ երկու կշեռքի երկու կողմ ունենք։ Կարելի լինի ոչ էթիկական օգտագործում, կարելի լինի էթիկական օգտագործում, հա։ Միևնույն ժամանակ կարելի ասել, որ երեխաների օգտագործումը գովազդների մեջ ոչ էթիկական է, որովհետև ինչ որ բան անում, բայց մեկը օգտագործում են դրա համար գոյություն ունեն ինչ որ նորմաներ, տարբեր պետական նորմաներ գովազդի հետ կապված, ինչ կարելի է գովազդել, ինչ չի կարելի, եւ այդպես մարդկային չափորոշիչներ, եւ գումարած դրան հարթակները, ինչպեսին են Facebook, Instagram-ը, իրենք ունեն իրենց չափորոշիչներ, ինչ կարող եք դուք գովազդել, ինչ չեք կարող։ Ինչա փոխվել հիմա այս վերջի տարիներին, որ գնալով ավելի շատանում է, եթե առաջ կոնտենտի համար, այսինքն ինչ որ վիդեոներ, ֆոտոներ անելու համար օգտագործում են ռեալ մարդիկ, դա գնալով անցնում է երկրորդական պլան։ Շատ վիդեոներ եւ ֆոտոներ հիմիկվա դրությամբ գեներացվում են արհեստական բանականության միջոցով։ Եվ տեխնոլոգիաները արդեն այնքան են լավացել, որ թույլ են տալի ստեղծել եւ վիդեո եւ ֆոտո, որը մարդը չի կարողանում տարանջատել եւ հասկանալ, թե որտեղ է այդպես իրական մարդը, որտեղ է արհեստական բանականությունը։ Ինչի է դա բերում, դա բերում է նրան, որ շատ ժամանակ դուք տեսնելով ինչ-որ գովազդ կամ նկար կամ ինչ-որ ինֆլուենսերի սոցիալական ցանցերում կարող է միգուցե չիմանաք, որ հետևում կանգնած է արհեստական բանականությունը։ Այստեղ է առաջանում էթիկական դիլեման, արդյոք գովազդատերը կամ ինֆլուենսերը պետք է ձեզ ասի, որ դա իրական է կամ իրական կոնտենտ չի։ Դրա համար հիմա սոցիալական ցանցերը հատուկ մեխանիզմներ են մտցնում, որ եթե դուք օրինակ արհեստական բանականությունով գեներացնեք ֆոտո եւ ավելացնեք սոցիալական ցանցում,
Իրանք իրենք տեխնոլոգիաներով հասկանում են, որ սա արհեստական բանականության նկար է, եւ տակը գրում են, որ այս կոնտենտը մեծ հավանականությամբ գեներացվել է արհեստական բանականությամբ, որ մարդիկ չխափնվեն, չմտածեն, որ սա իսկական նիհար մարդ է, որը սպորտով է զբաղվում, բայց իրականությունում այդպես մարդ գոյություն չունի։ Այդպես խնդիրներ գալիս են ի հայտ եւ մոտակա տարիներին ինձ թվում է շատ են լինելու քննարկումներ, թե արդյոք դա էթիկական է օգտագործել արհեստական բանականությունով սարքած պերսոնաների, թե ոչ։ Իրականում շատ հետաքրքիր ու շատ ակտուալ հարց է։ Քանի որ արհեստական բանականության օգնությամբ սարքած նկարներում հաճախ են շատ իդեալական պատկերներ են, իդեալական մարդիկ են ու իրականության մեջ տենց մարդիկ չկան, բայց մենք անդադ նայում ենք դրան, մեր աչքը սովորում է ու մենք ոնց որ մտածում ենք, որ մարդիկ այսպես պիտի լինեն, մինչդեռ իրականում տենց մարդիկ գրեթե չկան։ Այո, խնդիրը կա, ավելին ասեմ, դեռ 1-2 տարի առաջ ստեղծված այդ արհեստական բանականության նկարները մարդը կարողանում էր տարանջատել ու հասկանալ, էլի, որովհետև երբ արհեստական բանականությունն է ստեղծում ֆոտո կամ վիդեո, ինքը շատ իդեալական է ստեղծում, նույն մաշկը, նույն մնացած ուրիշ կոմպոնենտները, եւ մենք որպես մարդ միանգամից հասկանում եւ կարողանում ենք տարանջատել, թե սա արդյոք իրական մարդ է, թե արհեստական բանականությունով։ Դրա համար այս նոր տեխնոլոգիաները, որ հիմա գոյություն ունեն, խափում են, փչացնում են մի քիչ նկարի որակը, մի քիչ մեջը թերություններ են մտցնում, որ մարդու աչքը հասկանա, որ սա միգուցե ավելի մոտիկ է իրական մարդուն, քան թե կա իրականությունը, մարդը գոյություն չունի։ Դա իհարկե բացում է նոր դռներ գովազդ անելու եւ թվային մարքեթինգի համար եւ ուրիշ ինդուստրիաների համար, բայց էլի մարդկային ֆակտորը միշտ պետք է մնա ինձ թվում է թվային մարքեթինգի մեջ, որովհետեւ շատ կարեւոր է, երբ որ մեկը մի բան խորհուրդ է տալի, ձեզ գովազդ են անում, այդ մարդը ռեալ ինքը այդ փորձի միջով անցած լինի։ Թե ինչ որ մի հատ, չգիտեմ, մեկը ձեզ խորհուրդ է տալի, որ պետք է նիհարել առողջ ապրելակերպով ապրել, եւ դա ռեալ մարդ է, որ ցույց է տալի, որ ես առաջ եղել եմ ավելի լիքը, հիմա պարապել եմ, նիհարել եմ, եւ այդ նույն բանը արի արհեստական բանականություն, դա ավելի ճիշտ չի լինի, որովհետեւ դա արդեն խաբեություն կլինի իրականությունում։ Եվ գովազդի տեսակետից դա արդեն ոչ էթիկալ կլինի, խաչա օրենքների խախտում չի լինի իմ կարծիքով դեռ, որովհետեւ դեռ այդպիսի օրենքներ չունենք։ Հիմա խոսքը գնում է այդ ինֆլուենսերների միջոցով գովազդի մարքեթինգի մասին։ Ոչ միայն ինֆլուենսերների, նույն գովազդը, որ դուք կարող եք տեսնել, որ ես պարապեցի 3 ամիս, ես կերա ես ուտելիքները կամ սնվեցի ես, չգիտեմ, խմեցի ես հաբերը կամ ես ինչ որ բաները փորձեցի եւ դա ինձ բերեց ավելի լավ առողջության, երբ որ դա մարդ էր գովազդում, շանս կար, որ ռեալ այդ մարդը օգտվել է այդ ծառայություններից եւ եկել է, եղել է առաջ եւ հիմա։ Բայց եթե դա անելու արհեստական բանականության միջոցով, նշանակում է, որ առաջը չի եղել, հիմա արդեն խաբվելու է մարդիկ, խաբվելու են, ստացելու են, որ դա իրականություն է, բայց իրականությունում դա չի եղել։ Մի կողմից այդպես էլ կա, մյուս կողմից գրեթե ցանկացած գովազդ է այդ իմաստով խաբեություն, քանի որ մարդիկ ովքեր ունեն շատ գեղեցիկ մազեր օրինակ ու ինչ որ շամպուն են գովազդում, այնպես չի, որ այդ շամպունի հետևանքով են իրենց մազերը լավա։ Բայց մեր մտածելակերպում դեռ դա աշխատում էր, որ այս մարդը երևի օգտվում է սրանից, դեռ գովազդը աշխատում է, եկեք ընդունենք, որ գովազդը աշխատում է, եթե գովազդը չաշխատեր, գովազդատուները փող չէին ծախսի, իսկ մենք որ նայում ենք աշխարհում top ասենք 5 կազմակերպություններից երևի 2-3 Google, Facebook $100 միլիարդ տարեկան աշխատում են գովազդի վրա։ Այսինքն այդ գովազդը աշխատում է ինչ-որ մարդկանց համար։ Մենք դեռ հավատում ենք այդ բաներին։ Հետաքրքիր է շարունակելու ենք հավատալ զարգացման հետ մեկտեղ։ Ավելի շատ ինֆորմացիայի տիրապետելու հետ մեկտեղ։ Հա, մի քիչ փոխվում է շուկան, կարելի ասել վերջի տարիներին, որովհետև երբ որ նայում ենք մենք օրինակի համար թե ինչ է հիմա աշխատում, նույն տրադիցիոնալ գովազդից հիմա շատ մեծ կտոր փոխվել է դեպի ինֆլուենսեր մարքեթինգ։ Այսինքն այն մարդկանց, որոնք ազդեցիկ են, որոնք ունեն բավականին մեծ քանակությամբ հետևորդներ, ինչու, որովհետև շատ ժամանակ իրենք պատմեն իրենց պատմությունը։
Այստեղ նորից գալիս է այդ մարդկային ֆակտորը։ Իհարկե կան ինֆլուենսերները, որոնք անդադ ինչ-որ գովազդներ են անում, եւ արդեն իր հետևորդները գիտեն, որ այս ինֆլուենսերը անդադ գովազդ անում։ Բայց կան ինֆլուենսերներ, որոնք անկեղծ ամեն օր ինչ-որ տարբեր բաներ փորձում են եւ իրենց անկեղծ կարծիքն են ասում։ Եվ մարդիկ սկսել են դա ավելի շատ ընկալել, ավելի շատ դա վերցնել իրենց վրա, որ ուզում են այդպիսի կոնտենտ, այսինքն authentic, այդպես ասած, իրական կոնտենտի հետ են ուզում շատ շփվել։ Դրա համար շատ մեծ գումարներ արդեն այդ գովազդային բյուջետներից գնում է դեպի ինֆլուենսեր մարքեթինգի ուղղությամբ, որ գումարներ են ծախսվում, որ ոչ թե ինֆլուենսերին գումար տան, որ ինքը գովազդ անի, այլ ինֆլուենսերին խնդրում են, որ իրենց պրոդուկտին անկեղծ ֆիդբեք տա, այսինքն պատմի, թե ինչ ազգում։ Ասում են նույնիսկ եթե վատն է լինի, պատմի դրա մասին, որտեղ դա անկեղծ լինելով դա ավելի մի քիչ էֆեկտը շատ ուժեղ է տալիս։ Դուրում երբեմն հակագովազդնել եւս գովազդ է լինում։ Շատ ժամանակ լինում է որ հակագովազդ, որովհետև եթե դու ասում ես ինչ որ մի բան սենց չի աշխատում, ինչ որ կգտնվեն մարդիկ, որ ուզում են ուրիշ ձև այդ ապրանք օգտագործեն եւ միգուցե գտնի իր օգտատիրոջը։ Իսկ այս տենդենսը շարունակվել է մոտակա տարիներին ձեր կարծիքով ինֆլուենսերների միջոցով գովազդը էլ ավելի մեծ տարածում կունենա։ Գնալով աճելու է, որովհետև մարդիկ ուզում են շփվեն մարդկանց հետ, մարդիկ ուզում են տեսնեն իրականությունը, հա, այսինքն արդեն շատերը սկսել են հասկանալ, որ գովազդը դա արհեստական է, դա իրական չի, դա իր մեջ ինչ որ ոչ անկեղծ կտորներ ունի։ Եվ դեռ ինֆլուենսեր մարքեթինգը համարվում է, որ մարդիկ դեռ գովազդում են եւ պատմում են նրա մասին, ինչ իրենց հետաքրքրում է։ Եվ վերջի տարիներին ցույց է տալիս ստատիստիկան, ինֆլուենսեր մարքեթինգը աշխարհում գնալով աճում է, լավ մեծանում է եւ արդեն տասնյակ միլիարդավոր դոլարով տարեկան բիզնես է ինքը, այդպես գնալով լավ արագ մոտավորապես, թե չեմ սխալվում, 20-25% տարեկան աճում է այդ բիզնեսը։ Դա նշանակում է, որ շատ գումարներ, որոնք առաջ ծախսվում էին գովազդների վրա, հիմա ծախսվում են ինֆլուենսեր մարքեթինգի վրա։ Հետաքրքիր է արհեստական բանականության ու նեյրոցանցերի գնալով ավելի լուրջ տարածումը ինչ որ կերպ ազդելու է այս տենդենսի վրա։ Եվ այո, եւ ոչ, որովհետեւ հիմա փորձեր են լինում ստանալ արհեստական ինֆլուենսերներ, ասենք արհեստական բանականությունով ինֆլուենսերներ։ Դրա մի հատ վառ օրինակ կա Լիլ Միքելան, որը մոտ մի 6-7 տարի առաջ առաջի անգամ իրեն ստեղծեցին, ինքը դարավ բավականին մեծ ինֆլուենսեր, Քելվին Քլեյնի գովազդներում էր նկարվում, վիրտուալ պերսոնաժ էր, ուներ Instagram-ի account-ը, միլիոնավոր հետևորդներ եւ բավականին չափ շատ մեծ գումարներ էր աշխատում։ Վիրտուալ պերսոնան, որի հետևը կանգնած էր կազմակերպություն, տարեկան $100 միլիոն գումար էր աշխատում գովազդային արշավներ անելով, որովհետև դա նորարարություն էր։ Բայց հիմա ինչքան տեխնոլոգիաները ավելի հասանելի են դառել, շատ կազմակերպություններ են օգտվում այդ տեխնոլոգիաներից եւ այդքան հետաքրքիր չի թվում։ Հա, արդեն ու մարդիկ մեկը ուզում են մարդիկ ռեալ մարդկանց տեսնեն, չեն ուզում վիրտուալներին։ Կան ինչ-որ փոքր խումբ մարդկանց, որոնց տարբերություն չեն տեսնում իրական եւ վիրտուալ ինֆլուենսերի մեջ, բայց մարդիկ ուզում են տեսնեն եւ հետևեն ռեալ ինֆլուենսերների, որոնք ունեն ռեալ կոնտենտ, իրենք խոսում են իրական իրենց կյանքի մասին, իրենց խնդիրներից, իրենց խնդիրներից, իրենց փորձով են կիսվում իր հետևորդների հետ։ Եվ դա նշանակում է, որ դա գնալով աճելու է եւ մարդիկ սիրում են մարդկանց հետ շփվել։ Դա ուրիշ է, արհեստական բանականության հետ։ Պարզ օրինակ բերեմ, երբ որ դուք զանգահարում եք եւ հեռախոսով խոսում եք ռոբոտի հետ, սխմի ես կնոպկան սխմի, ոչ մեկ չի ուզում, միանգամից ուզում ես մեկը լինի, որ հարցը տաս պատասխանեն։ Նույն ձև էլ մենք դեռ չենք սովորել, մենք սոցիալական էակներ ենք։ Բայց ինչ է փոխվելու, ինֆլուենսերները գնալով սկսելու են ավելի շատ օգտագործել արհեստական բանականության գործիքները, այլ ավելի հետաքրքիր կոնտենտ ստեղծելու համար, այլ ավելի հետաքրքիր ինֆորմացիա կիսվելու իրենց հետևորդների հետ։ Այսինքն դա դառնալու ընդհանրապես մի հատ ավելի լավ գործիք ինֆլուենսերի համար, որ այլ ավելի լավ ինֆորմացիա բերի եւ հասցնի իր հետևորդներին։ Հաշվի առնելով, որ այսօր կոնտենտը աշխարհում չափազանց շատ է, եթե այսպես ասենք, ո՞նց են օգնելու այս արհեստական բանականության գործիքները ինֆլուենսերներին ավելի adekvat ու ավելի հետաքրքիր կոնտենտ սարքել ու ինչ որ ձևի առանձնանալ, ինչ որ ձևի մարդկանց ուշադրությունը գրավել։ Եվ ոչ միայն ինֆլուենսերներին են օգնելու արհեստական բանականությունը, այլ ցանկացած բոլորին են օգնելու։
ոչ միայն գովազդատուներին նույնիսկ, որովհետև ինչպես նշեցիք, ինֆորմացիան շատացել է, շատացել, որ մենք ուզենանք ոնց որ ամբողջ ինֆորմացիայով չենք էլ կարողանա հասցնել օրվա մեջ անցնենք, թե ինչ է կատարվել։ Այստեղ գալիս են արդեն արհեստական բանականության գործիքակազմերը, որոնք թույլ կտան հավաքագրել այս սաղ ինֆորմացիան, վերլուծել եւ մեզ օրվա վերջում տենց պարզ ներկայացնել, թե ինչ է կատարվել աշխարհում, ինչքանով է այդ ինֆորմացիան, որ տարածվում է, ճիշտ թե սխալ, որովհետեւ ինչ որ շատ ժամանակ լինում է, որ Facebook-ով նույն ինֆորմացիա է տարածվում, որ մի քանի օր հետո բոլորը սկսում են իմանալ, որ դա սխալ էր, այդպես բան չկար։ Հնարավորություն կլինի արհեստական բանության միջոցով այդ ինֆորմացիան ագրեգացնել, միանգամից ստուգել արդյոք ճիշտ էր թե չէ, եւ ձեզ արդեն կարճ հստակ ասել, որ սա նորությունն է, սա մեծ հավանականություն կա, որ դա ճիշտ է կամ սխալ է։ Նմանատիպ փորձեր անում է Twitter-ը, արդեն մոտարապես մի կես տարի, մի տարի է, հիմա որ X-ա դարել, իրենք ամեն ինչ որ եթե նորություն է կամ ինչ որ ֆակտ է, իրանք վերստուգում է իրանց արհեստական բանականությունը եւ տակը մի հատ փոքր գրում է, որ մեր հաշվարկով սա կարա սուտ լինի, մեր մտածելակերպով կամ մենք ստուգել ենք, սա իսկականից ռեալ ինֆորմացիա է, որը հստակ եկել է ինչ որ ճիշտ ճանապարհներից։ Եվ դա փոխելու է մեր հնարավորությունը օրվա մեջ, թե ինչքան ինֆորմացիա մենք կարող ենք մեր վերցնել եւ ստանալ։ Արդեն ստե հարցը առաջանալու մեր ուղեղը արդյոք պատրաստ է այդ չափի նույնիսկ արդեն վերլուծած, արդեն ծամած ինֆորմացիա ընդունել եւ ոնց որ հասկանալ, թե ոնց ճիշտ օգտագործել։ Նույնն էլ կապված ինֆլուենսերների հետ։ Իրենք այդ եթե առաջ իրենք ժամեր, օրեր էին ծախսում ինչ որ ինֆորմացիա ստանալու համար, որը կիսվեն իրենց հետևորդների հետ, արագանալու այդ process-ը, նույնպես իրենք ավելի հստակ կարողանալու են վերլուծեն եւ հասկանան, որ սխալ ինֆորմացիա չտարածեն եւ իրենց հետևորդներին չխաբեն, ոչ ոնց որ մտածված, այլ ոնց որ չխաբեն, որովհետեւ ստուգված է ինֆորմացիան, արդեն եկել է ճիշտ կանալներից։ Այսօր ինչ գլոբալ խնդիրներ կան գովազդի ոլորտում, օրինակ գովազդի այդ բլոկիրովщикները ինչքանով են դեռ ակտուալ։ Դա կա, իհարկե, գովազդատուների համար դա մեծ խնդիր է, բայց ամենամեծ խնդիրը վերջի տարիներում երևի արեց Apple-ը, որովհետև ինքը փակեց հնարավորությունը տեսնելու ինֆորմացիա կիսվելու գովազդատուի հետ, թե ինչ գովազդ դիտեց կամ չդիտեց iPhone հեռախոս ունեցողը։ Մի քանի տարի առաջ դա շատ մեծ վնաս տվեց այդ այնպես ասած գովազդի ինդուստրիային, դա բերեց ոնց որ շուկայի մեծ փոփոխությունների, որը տեսնում ենք նրանով, որ մենք տեսնում ենք սխալ գովազդներ։ Ինչա նշանակում, նշանակում է, որ տարբեր գործիքակազմերը ամբողջովին չեն կարող հասկանալ ով են մենք, ինչ տարիքային գրուպայում ենք, ինչն է մեր հետաքրքրությունը, որտեղ ինֆորմացիան ոչ թե ուղիղ մեր հեռախոսից է գալի կամ մեր արած գործունեությունից, այլ ինչ որ ուրիշ ճանապարհներով, ինչ որ երկրորդական, երրորդ ձեռ վերլուծություններ անելուց։ Դա բերում է նրան, որ մենք տեսնում ենք շատ ժամանակ սխալ գովազդ, տեսնում ենք ոչ տեղային գովազդ, այսինքն ուրիշ պետությունների համար տրամադրված։ Այդ խնդիրները կան, դրա դեմ բոլորը փորձում են պայքարեն, բայց դա ամենամեծ հիմա գլոբալ խնդիրներից մեկն է, թե հասկանալ ում եք դուք ցույց տալի ձեր գովազդը եւ ինչքան են իրենք ռելևանտ ձեր ցույց տված կոնտենտին։ Բայց այս խնդիրը իրոք ոչ ձեռնտու է բոլոր կողմերի համար։ Եթե վերցնենք Apple-ին եւ իր iOS հարթակներին, հեռախոսներին, իրենք իրենց հետաքրքրությունն ունեին այս դեպքում, որովհետեւ իրենք մտածում են իրենք մտնեն գովազդային բիզնեսի մեջ, քանի որ իրենք առաջի ձեռ այդ ինֆորմացիան ունեն հեռախոսի տիրոջից։ Եվ փակելով մնացածների մուտքը դեպի այդ ինֆորմացիա, իրենք առավելություն են ստանում, որ իրենք կարող են իրենց խաղերի մեջ, իրենց հարթակներում եւ մնացած ուրիշ տեղեր այդ գովազդը ցույց տալ եւ այդ փողը, որ գնում էր ուրիշ հարթակներին, նույն Facebook-ին, նույն Instagram-ին, կաշխատի արդեն Apple-ը։ Տրամաբանական է մի կողմից իհարկե, բայց աշխատես թե չէ, դա հետաքրքիր է։ Դե ելնելով թե ինչպես է աճում Apple-ի կապիտալիզացիան վերջի տարիներին, ինձ թվում է, որ աշխատեց, որովհետեւ ելնելով նրանից ինչքան գումար են իրանք վերջի տարիներին աշխատում
եւ իրենց ոնց է բորսայում ոնց են իրենց ակցիաների գները աճում, կարելի ասել, որ դա երևի աշխատեց, իրանք սկսել են ավելի շատ եկամուտ աշխատել։ Իսկ ուրիշ ինչ ակտուալ խնդիրներ կան այսօր գովազդի ոլորտում։ Կար խնդիրը նույն կոնտենտի գեներացիայի, որը արդեն շատ արագ լուծվում է, հիմա տասնյակ եւ հարյուրավոր տարբեր բիզնես լուծումներ կան, որոնք օգտագործում են արհեստական բանականությունը, որը առաջին հերթին ձեզ օգնում է տեքստեր գեներացնել, այսինքն խելոք շարադրել ձեր մտքերը, գրել ձեր տեղը, միգուցե նույնիսկ երկրորդը թույլ է տալի լավ վիզուալներ գեներացնել ձեր արած հարցումի վրա, այսինքն դուք եթե առաջ պետք է ունենայիք դիզայներ, պետք է ունենայիք սցենարիստ, պետք է ունենայիք վիդեոմոնտաժոր եւ մնացած ուրիշ թիմ պետք է ունենայիք, որ գովազդային արշավ անեք, հիմա ընդհանրապես մի հոգին արհեստական բանականության միջոցով կարողանում է շատ արագ գովազդ անի։ Եվ նույն արհեստական բանականությունը կարողանում է օգնել ձեզ ճիշտ ժամանակին այդ կոնտենտը հասցնել ձեր հետևորդներին։ Այսինքն այս խնդիրը կար մի քանի տարի առաջ եւ արհեստական բանականությունը շատ արագ, շատ օպերատիվ այդ խնդիրները լուծում է։ Սրանք գովազդային կոնտենտի ստեղծումը դառնում է ավելի արագ, ավելի էժան, անգամներ 10 անգամ արագ, երևի 10 անգամ էժան, հա, եւ ավելի մատչելի, որը բերելու է մի կողմից վատ բանի, որ ավելի շատանալու է գովազդային արշավները։ Այսինքն հասարակ օգտատերերի համար դա էլ մի հատ ավելի գլխացավանք է, որ ոնց որ կոնտենտը ավելի շատ անելու գովազդային, ամենտեղ, որտեղ մենք տեսնելու ենք։ Իսկ ինչքանով են խնդիր այս ալգորիթմական մշտական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում թե սոցիալական հարթակներում, թե պայսկավիկներում։ Սկսենք նրանից, որ նույն կոնտենտի գտնելը վերջի տարիներին շատ է ձևափոխվել արհեստական բանականության պատճառով։ Այսինքն, եթե մենք մի քանի տարի առաջ մեր ամենակարևոր ռեսուրսը ինֆորմացիա գտնելու դա Google-ներ կամ նմանատիպ ուրիշ հարթակներն էին, որտեղ հնարավոր է ինչ-որ բան ման-գալ գտնել, հիմա շուկան բաժանվել է մի քանի ուրիշ սեգմենտների։ Իհարկե Google-ը դեռ ամենամեծներից է, որտեղ հնարավոր է ինֆորմացիա գտնել, բայց հայտնվել են արհեստական բանականության տեխնոլոգիաներ, ինչպիսին են, ասենք, ChatGPT-ին, որտեղ կարողանում է ձեր հարցին արագ պատասխան տալ եւ ժամերի դիմաց, որը ձեզ պետք էր առաջ ման-գալ գտնել տարբեր կայքերում, շատ հստակ արագ ձեզ այդ ինֆորմացիան տալիս է։ Ճիշտ է, երբեմն պետք է լինում վերստուգել, բայց իհարկե, դեռ պետք է վերստուգել, բայց էլի տարիներ կանցնեն, ինձ թվում է ավելի կհասնենք ինչ-որ բաների, որ այդ ինֆորմացիաները ավելի հստակ կլինեն, ավելի ստուգված կլինեն եւ ավելի մատչելի եւ հասանելի կլինեն։ Եվ իհարկե մնացել են ինչ-որ կան սեգմենտ մարդկանց, որոնք օգտվում են նույն YouTube-ից եւ նույն TikTok-ից ինֆորմացիա գտնելու համար։ Շատերը չեն պատկերացնում, բայց իրականությունում հիմա Google-ի ամենամեծ մրցակից աշխարհում ինֆորմացիա ման-գալու տեսակետից դա TikTok-ն է։ Generation Z-ին, այս վերջի, ասենք, մինչև 20 տարեկան 20-25 տարեկան երեխաները շատ ինֆորմացիա ման են գալի ոչ թե արդեն էլ Google-ում կամ ChatGPT-ում, այլ TikTok-ում։ Որտեվ անպայման կգտնի ինչ-որ մի հատ ինֆլուենսեր, որը դրա մասին խոսացել է, վերլուծել է եւ ընդամենը 15-20 վայրկյանում նայելով ինչ-որ մի քանի վիդեո, դուք կարող եք պատկերացում կազմել այդ խնդիրի մասին եւ ոնց դա լուծվի։ Google-ը դա հասկանում է, փորձում է ալգորիթմական դա լուծել, տեսնենք ինչ կստացվի։ Մյուս կողմից էլ TikTok-ը շատ բավականին վերջի տարիներին շատ ուժեղացրել է իրենց ալգորիթմները, որը բերում են նրան, որ դուք ավելի երկար ժամանակ եք անցկացնում TikTok-ում, քան թե ուրիշ սոցիալական հարթակներում։ Միջին բոլոր աշխարհի բնակիչների վրա մարդիկ անցկացնում են օրական մի ժամ TikTok-ում։ Երբ որ ասենք, չգիտեմ, Instagram-ում դա 10-15 րոպե է, բոլոր մարդկանց վերցնում ենք եւ բոլոր ժամանակը, որ ծախսվում է այդ սոցիալական ցանցերում բաժանած իր վրա։ Պատկերացրեք ինչ է, դա բավականին ահռելի թիվ է։ Բնակչությունը միջինում օրական մի ժամ անցկացնում է, ասենք, TikTok-ում։ Բոլոր աշխարհի մարդիկ։ Ինչ է նշանակում, որ TikTok-ի արհեստական բանականության ալգորիթմը այնքան լավ է աշխատում, որ ձեր ամեն մյուս վիդեոն, որ ցույց է տալիս, թույլ է տալիս երկար պահել ձեզ պլատֆորմայում։
Ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որ իրենց ալգորիթմները ճիշտ են ամեն մյուս վիդեոն հասկանում, ինչ ձեզ ցույց տան։ Այդ վիդեոների վրա իրանց մոտ աշխատում է հետև արհեստական բանականություն, որ մտածում է ինչ ճիշտ գովազ ձեզ ցույց տա արանքում, որ դուք չի հաստատվեք, չգնաք, եւ դրանով TikTok-ը մոտակա տարիներին գնալով էլ ավելի շատ փող եւ գումարներ աշխատելու, չնայած նրան, որ հիմա Ամերիկայում մեծ խնդիրների առաջ կանգնեց TikTok-ը, լեգալ խնդիրներ, ուրիշ խնդիրներ, ինձ թվում է ոնց որ փողի կռիվ այնտեղ գնում, որտեղ հասկանում են, թե ինչքան մեծ պոտենցիալ ունի TikTok-ը մոտակայում դառնալու տրիլիոն դոլարանոց կազմակերպություն, որտեղ սա գովազդային շուկան կարող է վերցնել իր վրա։ Ինչի նույն մոտեցումները չեն օգտագործում մյուս սոցիալական հարթակները։ Բավականին դժվար է, բավականին շատ մեծ ռեսուրսներ է պետք, պահանջվում է այդպիսի տեխնոլոգիաներ սարքելու եւ այդ կոնտենտը վերլուծելու վրա։ Այսինքն նույն փորձերն անում է Instagram-ը եւ մնացած ուրիշ սոցիալական հարթակները, բայց իրենց մոտ դա ավելի դժվար է ստացվում եւ ավելի վատ է ստացվում։ Եվ մենք նայենք, թե ոնց է սկսել TikTok-ը, TikTok-ի հետևում կանգնած է ByteDance կազմակերպությունը, որը իրականում երկար տարիներ զբաղվում էր արհեստական բանականության տեխնոլոգիաներով։ Եվ իրենք գնեցին Musical.ly կազմակերպությունը, որը ուներ այդտենց վիդեո հարթակ, ռեբրենդ արեցին եւ օգտագործեցին արդեն այդ Musical.ly-ում ունեցած վիդեոները եւ տվյալները, վերլուծեցին եւ իրենք արդեն մի քանի տարի առաջ ընկան, քանց թե Instagram-ը, TikTok-ը, Facebook-ը եւ մնացած ուրիշ սոցիալական հարթակները կարող են անել։ Եվ իրենք հիմա, ասենք նույն Instagram-ը մի քանի տարի հետ արհեստական բանականությունով, քանց թե TikTok-ը չի հասնում։ Ալգորիթմական լուծումներով։ Հələ որ անձամի մոտ տպավորությունն է, որ Instagram-ը ուղղակի ցույց է տալիս այն մարդկանցից կոնտենտ, ում ինչ որ կոնտենտ ես լայքել եմ։ Instagram-ում ցույց է տալիս ձեր հետևորդներին առաջին հերթին եւ երկրորդը ցույց է տալի նմանատիպ մարդկանց, որոնք մի քիչ նման են ձեր հետևորդներին։ Բայց առաջին դեպքում կանգնած են մեկա ձեր հետևորդները։ Այսինքն եթե դուք ունեք ու նայում եք տեսնի քանի հոգի ինտերակցիա կանի ձեր կոնտենտի հետ։ Եթե դուք ունեք, ասենք 5000 հետևորդ Instagram-ում, ցույց է տալի ինչ որ մի հատ կտորի, եթե ինչ որ մի կտորը հետաքրքրված չան, էլ ոչ մեկ չի տեսնում այդ ձեր կոնտենտը։ TikTok-ի դեպքում դա բավականին ուրիշ ձև աշխատում ալգորիթմը։ Առաջին հերթին TikTok-ը վերլուծում է ինչա կատարում ձեր վիդեոյի մեջ, հասկանում է ինֆորմացիան եւ կարող է ոչ մի ձեր հետևորդի նույնիսկ ցույց չտա։ Այլ ցույց տային մարդկանց, որոնք հետաքրքրված կլինեն այս կոնտենտով։ Ինքը արդեն գիտի ում ցույց տա, ցույց է տալի ինչ որ մի կտոր մարդկանց, որ իր կարծիքով համապատասխանում են ձեր կոնտենտին, եթե իրենք լայք արեցին, շեյր արեցին, ինչ որ կոմենտներ գրեցին, նոր սկսում է ավելի մեծ խմբի ցույց տալ, այլ ավելի մեծ խմբի։ Դրա համար ի տարբերություն նույն Instagram-ի, Instagram-ում viral գնալը շատ ավելի դժվար է, որտեվ եթե դուք մեծ ինֆլուենսեր չեք, շատ մարդ չի տեսնում ձեր կոնտենտը, դժվար է իրան ավելի արագ տարածել։ Եվ TikTok-ում ավելի հեշտ է viral գնալ եւ մենք տեսնում ենք, թե ինչպես են տարբեր բիզնեսներ շատ արագ viral գնում TikTok-ում, մի հատ, ասենք, չգիտեմ, 2-3000 հետևորդ ունենալով։ Ինչա նշանակում, իրենք գտել են կետը, որը թույլ է տվել մարդկանց հետաքրքրվել այդ կոնտենտով, շեյր անել, լայք անել եւ կոմենտարիաներ գրել, որը բերել է նրան, որ ինքը ավելի արագ է տարածվել։ Դա ոնց իրենց տարբերությունն է ալգորիթմական, որը բերում է նրան, որ նույն ինֆլուենսերները հասկանում են, որ որպես հարթակ TikTok իրենց ավելի է ձեռ տալի փոքրները։ Սկսեն որպես TikTok-ից, քանց թե նոր իրենք մտնում, քանց թե գնան դեպի Instagram, որը ավելի դեռ ասես դինոզավր է դառել հիմիկվա դրությամբ։ Եթե մեզ դիտում են ինչ որ մարդիկ, ովքեր իրենց ապրանքահանկերությունը գովազդելու, առաջ տանելու խնդիր ունեն։ Ճիշտ է, իրականում իրանք արդեն լիքը հետաքրքիր բաներ լսեցին, բայց փորձենք նաև ասել, թե ինչից իրանք պիտի սկսեն ձեր կարծիքով։ Առաջինը պետք է իրենք ներգրաված լինեն սոցիալական ցանցերում։ Հայտնի խոսք ասում է, որ անտառում ծառ ընկնում է, բայց այդ անտառը մարդ չկա, դուք չեք լսի այդ ընկած ծառի ձայնը։ Նույն ձև դուք կարող ունենաք ամենալավ ապրանքը, բայց հիմիկվա մեր 21-րդ դարում, եթե դուք չկաք սոցիալական ցանցերում, դուք ակտիվ չեք, ձեր բրենդի մասին չեն իմանում, դա ամենալավ ապրանքը կորում է այս ինֆորմացիայի մեջ։
Երկրորդը նույնիսկ եթե կաք սոցիալական ցանցերում շատ կարևոր է դառնում թե ինչ տիպի կոնտենտ եք դուք ներկայացնում։ Շատերը փորձում են իրենց կոնտենտը ցույց տան, նայեք, մենք սա ենք, մենք լավն ենք, մենք տարբեր ենք, մենք սիրուն ենք, մենք եւ այլն եւ այլն։ Իրենք պատմում են իրենց մասին։ Ես միշտ խորհուրդ եմ տալի, ասում եմ ոչ թե պատմեք ձեր product-ի մասին, այլ թե ինչպես օգտատերը կզգա ձեր product-ը օգտագործելուց։ Մի պատմեք, թե ինչքան դուք լավն եք, էժան եք, չգիտեմ, հասանելի եք, ինչ եք, այլ ցույց տվեք, թե մարդը ինչ կլինի մարդու հետ, թե ինչ կզգամ ես, եթե ես օգտվեմ այդ product-ից։ Այսինքն ավելի մի քայլով մոտիկացեք մարդուն, ցույց տալով, թե ինչա փոխելու մարդու կյանքում ձեր product-ը, ձեր սերվիսը։ Դա հիմա ամենալավն է աշխատում, այն կոնտենտը, որ դուք գրում եք, որը ցույց է տալի, որ ոնց եք դու դա սարքում, եթե դու ասենք, չգիտեմ, փոքր խմորեղեններ եք սարքում տունը ընտանիքով, ընտանեկան անդամներով, ոնց որ նոր հրուշակեղենի ինչ որ փոքր գործ եք ձեր բացել, ցույց տվեք ոնց եք դա անում, ինչքան դժվար դա գործ է, ինչքան է ձեզ տրվում, ձեր անկեղծ կարծիքը, մարդիկ դա սիրում են, մարդիկ դա ուզում են տեսնել, մարդիկ ուզում են տեսնել ով է կանգնած այդ սերվիսի հետևը, հա, որովհետև հասնել Coca-Cola-ի level-ի, երբ որ բոլորը գիտեն Coca-Cola-ին, շատ դժվար է։ Իսկ երբ որ դու գիտես ով է կանգնած այս ապրանքի հետևը, դու միշտ ավելի մոտիկ ես քեզ զգում այդ ապրանքին, քան թե ինչ որ անանուն մի հատ ապրանք ես տեսնում գովազդով, որը չգիտես թե ով է հետևը կանգնած, ու վերջի տարիներին, եթե միգուցե նկատել եք նույն սոցիալական ցանցերով, ցականցած բրենդ, որը գովազդում է իր տնօրենը, պատմում է իր ապրանքի մասին, թե ինչքան լավն է, ոնց է ինքը ամեն օր գնում գործի, ոնց է ինքը այդ product-ը ստեղծում, այդ տեխնոլոգիան սարքում, դա ավելի շատ է մարդկանց մոտիկացնում product-ին եւ իրենք ավելի շատ են ուզում օգտվեն եւ ավելի հաճելի են օգտվում այդ product-ներից։ Դա այն ուղղությունն է, որ ասինքն անկեղծ եղեք եւ պատմեք ոչ թե ձեր տեսակետից որպես թե ինչքան դուք լավն եք, այլ ես ինչ կստանամ որպես օգտատեր ձեր ապրանքից։ Այդ երկու խորհուրդն են, ամենակարևոր խորհուրդները։ Կարծում եմ, որ շատ հետաքրքիր ու շատ ակտուալ խորհուրդներ են։ Շնորհակալություն այսօր մեզ մոտ հյուր գալու համար եւ այս զրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար, հույս ունենամ ինչ որ մենք քննարկեցինք մի բան, որ ձեզ որպես մեր դիտողներին հետաքրքիր կլինի եւ կկարողան օգտվել այս նորարար տեխնոլոգիաներից կամ գովազդել իրենց ապրանքը այլ ավելի լավ, կամ ճիշտ հասկանալ ոնց չխափնվել գովազդին եւ ավելի լավ ապրանքներ եւ սերվիսներից օգտվել, որոնք իրական մարդիկ են հետևում կանգնած եւ որոնք իսկական լավ որակի ապրանք են սարքում եւ փորձում են այդ մնացած այդ հարյուրավոր եւ միլիոնավոր արհեստական բանականությունով գեներացրած գովազդի մեջ փորձում են իրենց տեղը գտնել եւ ձեզ հասցնել իրենց կոնտենտը։